Հայ հայտնիների շարքում կան դեմքեր, ովքեր վայելել են անսահման սեր ու հարգանք, սակայն ցավոք կյանքից հեռացել են շատ վաղ։ Նրանց կորուստը մեծ ցավ դարձավ մի ամբողջ հայ ազգի համար։ Մինչ այսօր հանրությունը չի մոռանում նրանց, քանի որ իրենց գործունեությամբ, ձայնով ու կերպարով անջնջելի հետք են թողել մարդկանց սրտերում։ Նրանք գնացին, բայց մնացին հավերժ սիրելի։ Զարա Արամյան, ճանաչված դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, հարազատ ու բարի դեմք էր, ով բազմակողմանի աշխատեց ռադիոյում, թատրոնում ու հեռուստատեսությունում։ Ցավալի է, որ նա մեզանից հեռացավ 2026 թվականի հունվարին, ընդամենը 55 տարեկանում։ Նրա մահվան պատճառը սրտի հետ կապված ծանր խնդիրներն էին, որոնք պարզվեցին հիվանդանոցում բուժման ընթացքում։ Հասմիկ Ղարիբյան, սիրելի հայ դերասանուհի, ով հայտնի դարձավ հատկապես հումորային հաղորդման շրջանակներում, կարգին հաղորդման միջոցով, որտեղ էլ ստացել էր կարգին հասարակական անունը։ Նա 2000-ականների սկզբներին շատ սիրված էր հանդիսատեսվի կողմից իր բարի ու բնական դերով։ Մասնակցել է նաև կինոյում ու բեմական ներկայացումներում։ Մահացել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդամենը 34 տարեկան հասակում։ Դժբախտաբար հիվանդությունը քաղցկեղ լիմֆոմա շատ արագ զարգացավ և ուժերի վրա ծանր ազդեց։ Հասմիկը բուժման պայմաններում երկար չդիմացավ և այդ հիվանդության պատճառով կյանքից հեռացավ 2014 թվականին։ Երվանդ Ենգիբարյանը սիրված դերասան, ով համարվում էր նոր սերնդի խոստումնալից տաղանդավոր դերասաններից մեկը։ Նա հայտնի դարձավ թե թատրոնում, թե կինոյում խաղալով մի շարք նախագծերում։ Ցավալիորեն նա կյանքից վաղ հեռացավ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին, ընդամենը 30 տարեկանում։ Երեկոյան ավտովթարի հետևանքով իր վարած մեքենան դուրս եկավ ճանապարհից, բախվեց սյանը և գլխիվայր շրջվեց, ինչն էլ անմիջապես մահացու դարձավ նրա համար։ Հայկո Գևորգյան, սիրված հայ երգիչ, Հայաստանի և միջազգային երաժշտական հարթակների ճանաչված դեմք։ Հայկոյի մեղեդային ջերմ ձայնը ու իր կատարած երգերը դարձրին իրեն սիրելի և ճանաչված։ Նա Հայաստանը ներկայացրեց 2007 թվականին Եվրատեսիլ մրցույթում, որտեղ ցուցադրեց իր յուրօրինակ երաժշտական տաղանդը։ Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, 48 տարեկան հասակում, COVID-19-ի համավարակի հետևանքով։ Նրա մահը ցնցեց հայությանը։ Սիրված ու ջերմ մարդ, ով իր երգերով մնաց սրտերում հազարավոր երկրպագուների։ Երգիչ Արամ Մարտիրոսյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, 46 տարեկանում, երբ նրա մոտ հանկարծակի սրտի կանգ է արձանագրվել։ Նրա մահը լայնորեն սգաց հայկական երաժշտական հանրությունն ու երկրպագուները։ Արամ Մարտիրոսյանի մեղեդին և երգերը մինչ օրս շարունակում են հնչել հիշատակելով նրա տաղանդը ու ջերմ ձայնը, ժառանգություն թողնելով հաջորդ սերունդների համար։ Արամ Ասատրյանը հայկական ռաբիզ և ժողովրդական երգի ամենասիրված ու լեգենդար կատարողներից մեկը։ Մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին, 53 տարեկան հասակում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր։ Նրա անսպասելի մահը մեծ ցավ էր հայ ժողովրդի համար, քանի որ նա դեռ ակտիվ ստեղծագործական փուլում էր։ Արամ Ասատրյանի երգերը մինչ օրս հնչում են ամենուր, տոնակատարություններից մինչև ընտանեկան հավաքներ։ Նրա ձայնը շատերի համար մնացել է որպես մի ամբողջ ժամանակաշրջանի հիշողություն, անկեղծ, պարզ ու հոգեհարազատ։ Ֆլորա Մարտիրոսյանը հայկական ժողովրդական և հայրենասիրական երգի ամենահզոր ու յուրահատուկ ձայներից մեկը։ Նրա կատարումները միշտ առանձնացել են ուժեղ էներգիայով, ազգային ոգով ու խորը զգացմունքներով։ Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին, 55 տարեկան հասակում։ Մահվան պատճառը քաղցկեղային հիվանդության բարդություններն էին։ Նրա մահը մեծ հարված էր հայկական մշակույթին, քանի որ նա դեռ ստեղծագործական ակտիվ փուլում էր։ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը մինչ այսօր հնչում է որպես ուժի, ցավի ու ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Նրա երգերը շարունակում են ապրել, փոխանցելով սերունդներին նույն զգացողությունները։ Արթուր Գրիգորյան, Գրիգորիչ, հայկական ժամանակակից երաժշտության ամենաազդեցիկ ու հարգված կոմպոզիտորներից և պրոդյուսերներից մեկը։ Մահացել է 2023 թվականի փետրվարի 4-ին, 65 տարեկան հասակում։ Նրա մահը մեծ կորուստ էր հայկական մշակույթի համար։ Արթուր Գրիգորյանը պարզապես կոմպոզիտոր չէր։ Նա մի ամբողջ սերնդի երաժշտական մտածեղություն ձևավորեց։ Նրա ստեղծած երգերը, նրա ձեռագիրն ու ազդեցությունը շարունակելու են ապրել հայկական բեմում դեռ երկար տարիներ։
հիշեցնելով մեծ արվեստագետի մասին։ Վարդուհի Վարդանյան, սիրված երգչուհի, ում հզոր ձայնն ու բեմական էներգիան շատ արագ գրավեցին հանդիսատեսին։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին ընդամենը 30 տարեկան հասակում։ Նրա մահվան պատճառը ավտովթարն էր։ Սևան Մարտունի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով նրա անսպասելի ցավը ցնցեց ողջ հանրությանը։ Վարդուհին գտնվում էր իր ստեղծագործական վերելքի գագաթին։ Նրա երգերը մինչ այսօր հնչում են հիշեցնելով մի պայծառ ու շատ շուտ մարած աստղի մասին։ Հատկանշական է նշել, որ Արման Խաչատրյանը նույն ինքը Արմուշ է։ Կյանքի ուղիներով հաղորդման շրջանակներում խոսել էր Վարդուհի Վարդանյանի մասին եւ պատմել վրաերթից մանրամասներ։ Արմուշի կյանքում շատ հարազատ մարդ է եղել, ասես հարազատ քույր։ Արման Խաչատրյանը պատմում է. Վարդուհին ընդհանրապես առավոտյան արթնանալու խնդիր ուներ, բայց մենք առավոտ շուտ պետք է գնայինք Մարտունի, քաղաքում տոն էր։ Ես ինքը Եղիշը Վերդյան, ես պետք է մեքենան վարեի, որովհետև շուտ էինք արթնանալու, նա քներ մինչև հասնեինք։ Պարզվեց ինքն իրենով արթնացել էր առավոտ շուտ։ Եկան իմ հետևից, ասեցի դե իջի, որ ես վարեմ։ Ասեց չէ, լավ արթնացել եմ։ Վերադառնալիս էլի Վարդուհին նստեց ղեկին։ Ես հետևում քնեցի։ Մարտունիից Քյավառ չհասած տեղ կա, որ տեսադաշտ չունի, այնպիսի տպավորություն է, որ ուղիղ շարունակվում է ու նշաններ էլ չկան։ Այդ տեղ արագ վարել էլ չես կարող։ Ես մեքենայի պտտվելուց զգում եմ, ձորն ենք հայտնվում։ Մեքենայից դուրս եմ գալիս, շոկի մեջ փախչում այն կողմ, մեջքիս ուժեղ ցավից ընկնում։ Սկզբից Եղիշին եմ տեսնում, հետո մի կերպ մոտենում եմ մեքենային ու տեսնում Վարդուհուն անշարժ։ Հետո մարդիկ հավաքվեցին, շտապ օգնությունը եկավ մեզ տարան արդեն։ Հիվանդանոցում էի, սպասում էի, որ լուրը բերեն։ Արմանը Սահակյան մի անգամ ասեց դեպի լավն ա, բայց արդեն մահացել էր։ Ընտանիքս Թութուշի միջոցով եմ ձևավորել։ Ես կուզեի, որ ինքը տեսներ իրա կազմած ընտանիքը, շատ կուզեի։ Բախտս բերեց, որ անկողնային էի և թաղմանը չգնացի։ Իմ համար ինքը շրջագայության մեջ է, կարոտում եմ շատ։ Արման Խաչատրյանի կինը Վարդուհի Վարդիրոսյանի ամուսնու քույրն է, Արմուշը պատմում է. Խնդրում էի Վարդուհուն, որպեսզի երբ հավաքվում ենք մաֆիա խաղալու, Լուսինեին էլ բերի, որ տեսնեմ։ Մի օր Օղակաձև այգով անցնում էի, տեսա ընկերուհու հետ նստած է։ Մոտեցա, նստեցի իրենց հետ, ընդամենը 3 օրվա ծանոթ էինք։ Ասեցի Լյուշ ջան, կամուսնանաս հետս, սկսեց ծիծաղել, դե որպես հումորիստ գիտեր ինձ։ Լուրջ բան եմ ասում, կամուսնանաս։ Ասեց Արմուշ, հետո կխոսենք։ Հետո ինքը գնաց Իսպանիա։ Ես ուզում էի գնալ իր հետևից, այդքան լրջացել էի։ Անգամ բնակարանս էի ուզում վաճառել, որ գնայի։ Վարդուհու մահից հետո հետ եկավ և իր հետ գալն ինձ ուժ տվեց։ 2007-ին եկեղեցով ամուսնացանք։ Ընտանիքը վտանգից փրկվելն է։ Եթե ունես ընտանիք, փրկված ես վատ սովորություններից, վատ շրջապատից, մեքենա վարելուց, ամեն վտանգից քեզ հետ է պահում։